Գյուրջյան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայոց ցեղասպանությունը ոչ ոք կասկածի տակ առնել չի կարող, դա պատմական իրողություն է։ 20-րդ դարի մեծ ոճրագործություն, որ այսօր կարծես խանգարում է հայ-թուրքական հարաբերություններին։ Արդյոք դիվանագիտական ամուր կապեր հնարավոր են պատմական ստի հիմքով։ Փորձագետները բացառում են պատմության ողբերգական անցքերը, հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ 1 առաջնահերթություն դարձնելն անշուշտ արտգործնախարարության օրակարգը չէ։ Մեր երկրի արտգործնախարարն այս ձևակերպումն արեց դեռ նախորդ տարի։ Այս նույն ընթացքում որ բարեկարգել ենք մարգարեի կամուրջը ու սպասում ենք Թուրքիայի արձագանքին, այն գործարկելու համար, Անկարայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար, պաշտոնական Երևանը, այսպես ասենք, երկրորդ պլան է բերում հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը, դրա տրամաբանական հետևանքներով։ Եթե անգամ այդպես է, ապա պտուղները դառն ու վտանգավոր են։ Թուրքագետը նկատում է, այսպիսով բաց ենք թողնում արդարության վերականգնման հնարավորությունը եւ ոչ միայն։ Ցեղասպանությունները ժամանակակից պատմության մեր օրերի ամենադաժան իրողություններից մեկն են եւ պայքարել հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար, այսինքն մի ցեղասպանություն, որը տեղի ունեցել 100 տարի առաջ, դա նշանակում է նաեւ պայքարել, որ ապագայում նման հանցագործություններ տեղի չունենան։ Հիմա, երբ Հայաստանը փորձում է աշխարհաքաղաքական նոր իրողություններ ստեղծել մեր տարածաշրջանում, խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, հայոց ցեղասպանության հարցը օրակարգում ստորադասելը թուրքական կուլիսային պահանջ կարող է լինել, որը գեներացվել է բանակցային գործընթացում։ Համենայն դեպս այս մասին հրապարակային խոսք չկա, բայց Հայաստանը շարունակաբար թույլատրում է պահանջատիրական դիրքերը։ Թուրքագետն ասում է, լավ գիտենք այս հարցում Անկարայի դիրքորոշումը, հատուցումից խուսափելու նաև սիմվոլիկ մաքրություն ձեռք բերելու առիթը բաց թողնել չէին կարող թուրքական դիվանագիտություն։ Իհարկե Թուրքիան դա պահանջում է, այսպես թե այնպես մեղմ ձևով, ավելի ոչ մեղմ ձևով, բայց այդ պահանջը միշտ դնում է։ Թուրքիայի խնդիրը հետևյալն է, որ ցեղասպանությունը դառնա պատմական խնդիր միմիայն եւ դառնա այսպես վիճարկելի խնդիր։ Ժխտել են նախկինում հետո որդեգրել կատարվածը քննարկելու քաղաքականությունը, հիմա դարձյալ ըստ թուրքագետի ժխտողական տրամադրություններ են Թուրքիայում։ Ամեն դեպքում բացված բոլոր պատուհանները Թուրքիան օգտագործել է պատմական իրադարձությունը խմբագրելու համար։ Անկախ նրանից Չիկագոյի համալսարանի պրոֆեսորը պնդում է, արձանագրումը կա պատմական փաստի, պետք է գործել։ Թուրքիայի կառավարության շատ պաշտոնյաների անհեթեթ ժխտողական դիրքորոշումները այլևս որևէ դեր չեն խաղում։ Բոլոր նրանք, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրել են այդ իրադարձությունները, հասկանում են, որ տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը անկասկած համապատասխանում է ցեղասպանություն սահմանմանը։ Հիմա հարցերի հարցն այն է, թե ինչպես ենք հասկանում տեղի ունեցածը եւ ինչպես կարելի է այն կանխել ապագայում։ Բայց գրավորական դիրք է վերցրել Հայաստանը, թեև պաշտոնական Երևանը անընդհատ պարզաբանում է պատմական իրողությունը, ոչ ոք կասկածի տակ չի դնում, միայն թե հարցը օրակարգային չէ։ Փորձագետները պնդում են, անկախ քաղաքական դասավորվածությունից, դիվանագիտական կապեր հաստատելու պլաններից, հայերի դեմ կատարված հանցագործությունը մոռանալ, չդատապարտել, հատուցում չպահանջել նշանակում է թույլ տալ կրկնությունը։ Դա մեր փոխարեն ոչ ոք անել չի կարող, եւ առհասարակ մոռանալ սեփական պատմությունը նշանակում է չհրաժարվել ոչնչացումից։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի Ինտեր ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում գրառում է կատարել հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ։ Մխիթարյանը լուսանկար է տեղադրել հետևյալ գրառմամբ հայոց ցեղասպանության 110-րդ տարելից։ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը 1.5 միլիոն հայեր սպանվել են։ Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք, մենք միասնական ենք։ Անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան ու ապագան։ Պոլսո հայոց պատրիարքին եւ հայ համայնքին հղած իր ուղերձում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Փոխանցել է Թուրքիայում լույս տեսնող Ժամանակ թերթը։ Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև խորը արմատներ ունեցող եւ ամուր կապերը պատմությունից ու թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակին։ Առանց փակագծեր բացելու հայտարարել է հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի առաջնորդը։ Այն, ինչ տեղի
ունեցավ Արցախում 2023-ին ցեղասպանություններ, զուգորդված տեղեկատվական նոր արշավով, նոր ռազմավարությամբ, հաշվարկով, բայց նաև հատուկ զգուշավորությամբ։ Իհարկե, կատարվածին տարբեր գնահատականներ են տվել, բայց միջազգային լեվելի մասնագետները ուղիղ են ձևակերպում Արցախի իրադարձությունը գենոցիդ էր, ցեղասպանություն։ Տարբեր մասնագիտական շրջանակների կողմից գնահատվում է որպես ցեղասպանություն։ Այդ թվում ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից հատկապես շրջափակումը եւ դրան հաջորդող բռնի տեղահանումը, Խուան Մենդեսի կողմից, որը եղել է ցեղասպանությունների կանխարգելման գծով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը, առաջինը 2004 թվականին եւ բավականին լուրջ փորձագետ է համարվում, եւ Լուիս Մորենո Օկամպոն, ով եղել է միջազգային քրեական դատարանի հիմնադիր առաջին դատախազը։ Հաագայի քրեական դատարանի հիմնադիր դատախազը զրույցում քրեաիրավական գնահատական է տալիս։ Կոնկրետ Արցախում ոչ թե էթնիկ զտում է եղել, այլ հենց ցեղասպանություն։ Դա ցեղասպանություն էր համաձայն ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի B կետի։ Մարդիկ հեռացել են իրենց տնից, թողել են ամեն ինչ, հոգեբանական վնաս կա, ամբողջ համայնքը լքեց իր հայրենի հողը։ Ցեղասպանության գնահատման համար շատ կարևոր է նախ բուն հանցագործությունը, այսինքն ժողովրդի ամբողջական կամ մասնակի ոչնչացումը, եւ երկրորդը դիտավորությունը։ Նրանք, որ պնդում են, թե կատարվածը էթնիկ զտում է, հիմնվում են այն հանգամանքի վրա, որ այս երկրորդը դիտավորությունը ապացուցելը դժվար է, բայց գոնե մեզ էթնիկ հայերիս լավ հայտնի են Ալիևյան ռեժիմի մտադրությունները, ոչնչացնել մեզ հոգեպես ու ֆիզիկապես։ Մյուս կողմից շրջափակում ինքնին դիտավորության վառ ապացույց է, իսկ ինչու Ալիևը առանց վախի ու վարանելու 21-րդ լուսավոր դարում էթնիկ հայերի դեմ նման գործողություններ կարողացավ իրականացնել։ Բռնապետի ձեռքը բռնող չեղավ, պարզ է, որովհետև 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը դարձյալ էթնիկ հայերի դեմ չպատժվեց։ Հատուցման պահը չեկավ, ոճրագործի խարանը միջազգային իրավունքը չդակեց Էրդողանի եւ Ալիևի նախնիների ճակատին ու անպատժելիությունը մերօրյա հանցագործությունը բերեց։ Ալիևը եւ Ալիևյան պլանավորողները, սցենարիստները կարողացել են փաթեթավորել ավելի գրագետ փաթեթներով եւ կարողացել են հասնել նույն նպատակին, այսինքն մեր ժողովրդի ոչնչացմանը իր հայրենիքում, բռնի տեղահանմանը եւ Արցախը գրավել առանց հայերի, այնպիսի մեթոդաբանությամբ, որոնք երբեմն շատերի մոտ արտակնապես հարցեր են առաջացնում, թե արդյոք սա ցեղասպանություն է, թե ոչ։ Երկու պետություն, մեկ մտադրություն վերացնել հայկական գործոնը։ Ըստ էության 110 տարի առաջ էլ, այսօր էլ չի փոխվել նրանց ազգային ձգտումն ու ձեռագիրը։ Պարզապես աշխարհը պիտի լավ իմանա, որ եթե չի վերականգնվում պատմական արդարությունը մեկ ազգի նկատմամբ, ապա ոճրագործը հասնում է նաև մյուսների շեմին։ Կարսի նահանգի Լալոյի Մավրակ գյուղի Եպրաքսի տատը հոգին ավանդեց 2022-ի 44-օրյայի ժամանակ դլե յամանը շուրթերին, բայց տանը չէին էլ ասել, թե թուրքն էլի է հարձակվել, սիրտը բարակել էր, չէր դիմանա։ Պատգամ թողեց բոլորիս, չմոռանալ իրենց տեսածն ու ապրածը, չհրաժարվել պայքարից, հավատալ մեծ դատին։ 1965 թվական ապրիլի 24 Երևան, այս օրը փշուր եղավ մեր ժողովրդի կեսդարյա լռությունը։ Այնինչ տեղի ունեցավ հիմա արդեն ճիշտ 60 տարի առաջ ծանոթ չէր խորհրդային քաղաքացուն։ Հայերը փողոց էին դուրս եկել պատմական արդարության պահանջով։ Հողերը, Մասիսը, միացեք, Երևանի սիրտն այսպես էր բաբախում։ Հրաշալի հիշում եմ Լևոն Ներսյանի ասած պարույր նարյով էր խոսում էլի շատ։ Ժողովուրդը ասեց հավաքվել է, ասեց սա մասա է։ Մենք ասեց պատմական պահը կորցնելու իրավունք չունենք։ Մենք պիտի անհնազանդության ակցիա անենք։ Ես չգիտեի անհնազանդության ակցիա ասած ինչ է։ Ինչ կարծիք ես։ Ասաց դրական։ Սիլվա Կապտիկյանի շուռ եկավ, ասաց դու, ասաց ես միշտ եմ պատրաստ։ Ու այսպես խորհրդային Երևանի փողոցները ծայրամասից մինչև կենտրոն լցվեցին մարդկանցով, Աշոտ Տերմինասյանը պատմում է կանայք խոհանոցից գոգնոցներով, հողաթափերով ու խալաթներով էին անգամ դուրս եկել փողոց։ Քաղաքում տարբեր խմբեր էին շրջում, հավաքատեղին Լենինյան հրապարակներ, որտեղից էլ պիտի ուղղություն վերցնեին դեպի օպերայի բակ, ներկայիս Ազատության հրապարակ։
Օպերայի բակում արդեն բաներ ոստիկանությունը, երևի ամբողջ Երևանի ոստիկանությունն այնտեղ։ Խորհրդային ուժայիններին սակայն չհաջողվեց 100 հազարավոր մարդկանց ճնշել, սկզբում մի պատրվակ գտան, խոտերն եք տրորել, բայց ապարդյուն, սովետական Հայաստանն էլ իդեպ խախտեց լռությունը, առաջին անգամ թերթում գրեցին, 50 տարի առաջ թուրք կառավարիչները ժողովուրդների աստղաբույլից պոկեցին հայկականը եւ անդունդ նետեցին ներքևում Մարտիրոս Սարյանի ստորագրությունն է, բայց փոխարենը մամուլը անդրդվելի մնաց չգրելով օպերայում տեղի ունեցածի մասին։ Շենքում հասարակայնության ներկայացուցիչների ժողովն էր թերթում տեղ գտան սովետական հնչյունների ներքո դրա բացումն ու փակումը։ Ոչ մի խոսք այն մասին, որ ընթացքը տապալեցին ցուցարարները։ Մասնագետները գնահատում են, այսպես սկսվեց մեր ողբերգության արդար դատաստանի պայքարը։ Թուրքիայում էլ ձևավորվեցին մերժողական պատասխանները։ Այդ արգելքը հանվեց այս սիմվոլիկ տարեթվի հետ կապված եւ պետք է նշել, որ այստեղ նաեւ մեծ դեր խաղաց Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, մասնավորապես Յակոբ Զուրաբյանի գլխավորած կառավարությունը, որը վաստորեն որոշակի քայլեր կատարեց, անշուշտ համաձայնեցրեցին նաեւ այս քայլերը Մոսկվայի հետ։ Մեր պատմական հիշողությունը չմոռացվի, չանտեսվի, պայքարի մարդկանց ուղերձն ուժի մեջ է, քանի դեռ չկա հանգուցալուծում, պնդում են մասնագետները։ Ուր են իմ հոր եղբայրները, հորաքույրը, պապիկս 40 հոգով ճանապարհ են ընկել, գաղթի ճանապարհը վերադարձել են 3 հոգի։ Գաղթական փրկվածների ժառանգն է։ Պատմում է, թե ինչպես ընտանիքով բռնեցին գաղթի ճամփան, բայց միայն հայրն ու տատիկը փրկվեցին։ Պապս ընդամենը 27 տարեկան է եղել, տատս 24 տարեկան։ Ունեցել են 5 հատ երեխաներ։ Ոչինչ անել չէին կարող, պապս եկել է ասել է արեք թուրքանանք, իհարկե չենք թուրքանա մենք, տատս առաջինը, որ ինքը հավատացյալ է եղել, ես ասել եմ կյանքում դավանափոխ չեմ եղել, ավելի լավ է մեռնեմ։ Հպարտությամբ է պատմում տատի մասին, ասում է ուժեղ կին էր, ամուսնուն արդեն ձերբակալել էին, ընտանիքը հենց ինքն էր փրկել։ Գիտի թե որ գյուղից են վտարվել, ինչ ճանապարհով են փրկվել ու ինչպես են կյանքը զրոյից սկսել նոր երկրում, հուսահատ ու դատար գրպանով։ Ունեցած վերջին ոսկին ու թանկարժեք իրերն էլ հանձնել էին թուրքական կառավարությանը, որ կարողանան ճանապարհ ընկնել։ Տատս կարգը բոլոր խալիները փռումակ, բարձերը դնում 5 երեխաներին, սկիսուրին, իր մորը, բոլոր ամենքը գնում են դեպի իրենց մայրական կողմը։ Նստում են սայլերը, երկու ձին կապում է կողքերը, բայց ձիերը չեն ուզում քաղաքից դուրս գան։ Քաղաքից դուրս գալուց հետո ամիջապես սկսվում է ջարդը։ Վերջին ունեցած մի ոսկով էլ մի շիշ ջուր են գնել, ամենքին մի կում է հասել, որ լեզուները չչորանան։ Նրանք փրկվեցին, բայց փրկությունը դեռ ազատություն չէր, գոյատևելու համար տատը սպասուհի է աշխատել Թուրքի տանը։ Ասում է սիրտը կտոր էր լինում, երբ տեսնում էր, ոնց է թուրքը պապի սիրած ճաշերն ուտում։ Ինքը ժամացույց է ունենում ցեպով գրպանը տնելու, թուրքը հանում է, այսպես ցույց է տալիս, ասում է նայի մարդիկ 3 հատ տապոր խփի վզին, տապորով վիզը չկտրեց, տապորով, ժամացույցը որ ցույց է տալիս, տատս նոր այդտեղ հավատում է, որ իր ամուսինը այլևս գոյություն չունի։ Հոր մահվան լուրն առնելով որդու սիրտը չի դիմացել, նույն գիշերն է մահացել։ Նրա 3 եղբայրներն էլ չեն դիմացել ծանրությանը, սեփական երեխաների գերեզմաները տատն իր մատներով է փորել։